Ողջույններս ձեզ, այսօր ձեզ եմ ներկայացնում Հրազդանի լճի մոտ կայնած ինքնաթիռը։ Այս հրաշքին այսօր սպիտակ այս հրաշքին եմ ներկայացնում, ասեմ որ բավականին շատ ահռելի մեծ չափեր ունի։ Հիմա կնկարենք եւ ներսի կոմը մեջը, եւ դուրսը, եւ ընդհանուր։ Ինչ-որ մեկ ինչ-որ ովքեր որ եկե գրե ուշ են թողել, ձիաննա այնա գրված։ Հետաքրքիր է։ Անընդհատ մարդիկ են գալիս տեղ այս հրաշքին տեսնելու, այս հրաշքով հիանալու։ Երկու հրաշք մեկ վայրում, այս կապուտաչիա գեղեցկուհին եւ այս սպիտակ մետաղյա հրաշքը։ Գեղեցկություն։ Այսպես այս կապուտաչիա գեղեցկուհին լիճը Հրազդանի։ Բավականին բարձր ինքնաթիռ, մեծ ու ոնց հասկանում եմ ամեն մեկը չի կարող բարձրանալ սրա, ես կփորձեմ հիմա ես քարերով կարելի ասել շակերտավոր աստիճան եմ սարքել, որ փորձեմ բարձրանալ, տեսնեմ ոնց կստացվի։ Ուրիշ ձև հնարավոր չի, թևով փորձեմ այս քարերի վրայով բարձրանալ դեպի վերև։ Ամեն մեկը ինչ-որ գրություն թողել աստե։ Շատ գեղեցիկ է։ Բարձր։ Շարժիչները տեղում չեն, ամբողջությամբ քանդված հանված են։ Ենթադրում եմ, որ սրահում էլ նույն ձև կլինի։ Երկու դուռ ունի, առջևի եւ հետևի հատվածից։ Մենք ներսից կտեսնենք այդ դռնից ինչ տեսարան է երևում։ Այսպես։ Հիմա ժամանակն է ավելի հետաքրքիրը դիտելուն, հիմա փորձեմ բարձրանալ ներս եւ ներկայացնեմ ներսը ինչ կա, ինչա կատարվում այս պահին ներսում ինքնաթիռի։ Փորձեմ բարձրանանք ներս, տեսնենք ներսում ինչ կա։ Ես արդեն սամալյոտի թևի վրա եմ, կարելի ասել երկրորդ հարկում եմ։ Շատ մեծ բարդությամբ բարձրացա, շատ դժվար էր, մոտավորապես եթե կերևա այսենց էլա, այստեղ քարը քարին դնելով, մոտ մի մետրի չափով դրեցի, հետո բռնվելով ինձ քաշեցի վերև։ Լավ, ինչևից է, տենանք հլը ինքնաթիռի մեջ ինչ կա, ինչն է պահպանվել, ինչն է մնացել, սենց ցույց տամ, բավականին ահռելի մեծ է, ոնց որ ամեն ինչը թալանված լինի։ Լավ, այցելենք ներս։ Այցելենք ներս, տեսնենք ինչ կա ներսը։ Սրահը բավականին մեծ է։ Սրահը բավականին մեծ է։ Քանդված գրեթե ոչ մի բան չկա։ Ես ուրեմն հիմա ես առաջանում եմ ոնց որ թե էսի օդաչուների հատվածն է գալիս։ Առաջանամ։ Ստե Էսի բորտուղեկ ցորթուհիների հատվածն է, իրանց այդ սպասա սրահով սեղան ինչ-որ, ոնց հասկանում եմ լվացարան է, ինչ-որ դարակներ է, ինչ-որ դարակ-մարակ, շարժիչի որոշ մասեր կա ստե, իրանց անհատական խցկի դուռն է, եւ սա օդաչուների հատվածն է, իրանց նստարաններն է,
Այսինքն իրանց հետաքրքիր արագությունն է երևի ամբողջովին թալանված է այսպես իրանց հատվածն է տակը ևս նստարան կա կարող է չգիտեմ տեղ չեղետեղ են դրել ոտնակներ կա ես ինքնաթիռ քշել չգիտեմ չեմ հասկանում ինչա բայց ով որ հասկանում է ինքը կիմանա որ տեսնի այս տեսանյութը անցնենք առաջ սա սրահն է դել ամբողջովին ավերակ է երևի ինչը որ պիտանիա վերցրել են վախենալով եմ քայլում հետը չջարդվի ընկնեմ այսպես պատուհանն է այս երևի վեշերը չումադանները դնելու հատվածն է որ նստում էին վեշերը դնում են ստեղ չէ այդտեղն է ոնց հասկանում եմ նաև ուղևորների դռնակը գտնվում է այս հատվածի ձախ հատվածում սա դռնակն է դռնակը բացենք եւ վայելենք լճի գեղեցիկ ու անմահական տեսարանն է դե ես պատուհանից եմ մտել ներս գեղեցկություն ահագին բարձր է գետնից մոտ մի 3 մետրի չափի ահագին բարձր է գեղեցկություն տեսարանը ուղղակի հիասքանչ է առաջանանք սա պետքարանն է հա էսի պետքարանն է եղել Այս կոմը երևի էլի պետքարան կանանց եւ տղամարդկանց համար այսի սա ինքնաթիռի հետևի հատվածն է երևի էսի բեռնախցիկն է այսինքն էսի ուղևորներին անհասանելի տեղ է էլի սա ուղևորներին անհասանելի վայր է տեղ է բեռնախցիկն է մի խոսքով այսպես է ինքնաթիռի մեջը մեջը ավերակ է գեղեցիկ չէ բայց ինքնաթիռը որտեղ որ դրված է լճի ափին Հրազդանում շատ գեղեցիկ վայրը հետևած շատ գեղեցիկ է դրսից նայվում ինչը չի ասի որ մեջից դռնակը էսի մուտքի դուռն է մենք դե պատուհանով ես մտա էսի մուտքի դուռն է սա էլ մեջ ինքնաթիռի մի խոսքով շարժիչները Սա էլ ինքնաթիռի մեջ է, որը ես ձեզ ներկայացրեցի։ Ոյ, դժվար է քայլել։ Ձեզ համար պատրաստել էի այսքանը, որ տեսնեք, տեղեկացվեք, որ Հրազդանում կա այսպես հրաշք, այսպես սպիտակ մետաղյա հրաշք, որը կարելի է գալ դիտել, տեսնել, հիանալ, իհարկե դրսից ոչ թե ներսից, ներսը ամբողջությամբ տեսակ քանդած ավիրած վիճակ էր այսօր պատրաստել էի ձեզ համար այսքանը շնորհակալություն